Մեր ձևովի տեխնացուն արդեն կա մտել է ջրի մեջ եւ դա Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել։ Եպիսկոպոսատ ժողովից կխոսենք։ Գարեգին երկրորդին լքել երկիրը։ Էփշտեյնի մակարդակի փաստեր ունենալ։ X-ը եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող անձը մանկապիղծ է։ Երևանի ապոկալիպտիկ փոսերը։ Գաբրիչինայ։ Ջարդեց մի բան։ Գրող ու սև ցավ սիրելի YouTube-ը հայություն լույս չունենք, բայց մի կերպ նկարում ենք արմ կոմեդի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հետ ժողովրդին վերադարձնելու համար, լավ կլինի նաև լույսը վերադարձնեք։ Так, մի անգամից, եթե այս հաղորդման տակ հավաքվի 3000 լայք, մյուս հաղորդմանը մենք կունենանք լույս, հուսով եմ, եւ նաեւ սա հրաշալի առիթ է հիշեցնել, միացեք Patreon-ին, որ դվիժոկ կառնենք։ Գեներատոր կառնենք, եթե հավաքենք Patreon-ով համապատասխան։ Այո, նկարել է մի այբա, բայց մոնտաժել է 2։ Բարեկամներ, իսկ որպեսի ամուր լինի գոնե ձեր արմատուրան, ապա հիշեցնեմ GTB ստիլի մասին, լույսը չգիտեմ, բայց արմատուրան վստահ կարող եք Արարատի մարզում ձուլված եւ գերմանական տեխնոլոգիայով պատրաստված։ Գերմանական մոմի լույսի տակ իդեալական արմատուրա է ստացվում։ Գնացինք։ Եվ այսպես մեր կյանք են վերադարձել հոսանքի անջատումները ինչպես տեսակ, բայց Solar Holding-ը ունի այս հարցի լուծումը։ Ձեռք եք բերում հիբրիդային ակումուլյացիոն կայան ու բում! Բում! Հոսանքը ձեր մոտ էլ չի անջատվում ի տարբերություն ձեր արևային կայան չունեցող հարևանի։ Դες որ ասողին Սերգեյ, լսողա պետք, դուք էլ տեղադրեք եւ քամեք թաթայի անապատի արևը։ Okay, լույսերը նենգաբար տվեցին, բայց քանի որ ոչ մի վստահություն չկա, որ 5 րոպեից չեն տանելու, այս սախ sense թողնենք առայժմ։ Ինչ որ մեկը լսեց մեր մոմի տակ արված կոչը։ Եվ այսպես ընտրապայքարը սկսված է, մեր ձևովի տեխնացուն արդեն կա մտել է ջրի մեջ եւ դա Սամվել Կարապետյանն է։ Հա, ու ոնց որ այս պայդրությամբ ոչ ոք չի կասկածում, որ Սամվել Կարապետյանը կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց ԿՊ-ում ոնց որ սկեպտիկ տրամադրություններ կան այս հարցում։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում, իսկ նա պարզ ամեն։ Okay, Մադուրոն հասկանալի է, ակամա դիմել է գրին քարտի Ամերիկայում, բայց Ֆիլիպ Կիրկորովը ինչի չի կարա։ Ու ավելի կարևոր, ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը տարել Վահագն Ալեքսանյանի գույժը։ Ֆիլիպ, հոր շատ նեղվածություն չկա այս հարցով։ У меня все хорошо. Но это не значит, что я счастлив. Ահա, ես էի ուզում Ֆիլիպի բախտի վրա քարքցեցիք։ Էլ ով չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Իրենք նույն հաջողությամբ կարող էին օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի տեխնացու ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ չընտրվի անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացած վարչապետի տեխնացու։ Բայց տեղ ուժեղ Հայաստան արեց ուժեղ քայլձիով անցումային վարչապետ կլինի Նարեկ Կարապետյանը, որը կգա, կընդունի օրենք, կփոխի Սամվել Կարապետյանը, հետո կդառնա նոր վարչապետ եւ շախ եւ մատ սահմանադրությանը։ Բայց իշխանության գործիքները ստեղ չեն վերջանում։ Տեսեք, մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել տեխնացու։ Կարող ենք չէ անել։ Կարող եք դա անել ու դա այդքան անսպասելի չի, կարող եք նույնիսկ կարգել Նարեկ անունով մարդկանց կներես նարես, բայց մենք ունենք նաեւ պլան G։ Պլան G, պատրաստ ես լինել վարչապետ։ Պլան G։ Կոմոցաղոքի է։ У меня все хорошо. Но это не значит, что я счастлив. Արես գն խի այսքան դժբախտ։ Մի հատ շատ շտապ բարձրացրեք Ֆիլիպ Պետրոսի Գրիգորյանի դրամատրությունը։ Միայն մեկ հոգի կարող է բարձրացնել նա դրամատրությունը։ Ըստ հայ հիդրոմետրի կանխատեսումների հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, առավել փետրվարի 16-ից 17 նկատ ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում,
այսօրվա համեմատ 3-ից 5 աստիճանով։ Գուցե մի փոքր դիակի ձայնով, բայց ինչ լավ լուր ասում գագոս։ Այդ ընթացքում Փաշինյանը բացատրեց, թե ինչ է լինելու ընտրություններից հետո։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Հիմա էլ ենք Էլա Սուքասյանի ու Գուրգեն Արսենյանի հետևից։ Ինչի միանգամից Սուքասյանը ու Արսենյանը ընդդիմությունը իրա վրա վերցրեց այս մարտահրավերը։ Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք։ Պաշտոնատար նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են երկու գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը։ ՀԿ-ի գործերը հիմա вообще լավ է։ По сравнению с Бубликовым, այդքան վառ չի։ Вообще ՀԿ-ն հիմա impeachment-ը անում։ Okay, բայց Փաշինյանը ոնց որ մի քիչ սկեպտիկ է այդ impeachment-ի հարցում։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ Ջախջախիչ ինչ։ Հաղթանակ։ փոքրամասնություն։ Այսինքն արձանագրելու են համոզիչ պարտություն։ Հա դե մի կես վարքան հույս տվեց, հետո այդ հույսը խլեց, ոնց որ հեծը մեր լույսներ խլել։ Ինչպես կասեր մեծը, У меня все хорошо. Но это не значит, что я счастлив. բայց ի տարբերություն Կիրկորովի Հայաստան դաշինքը ոնց որ այդքան տխուր չի։ Նույնիսկ լավատեսության նշույլներ կան։ Գտերն աշտանն են հասում։ Կհասնենք ընտրության օրը կտեսնենք։ Ու այդ լավատեսությամբ Հայաստան դաշինքը գնաց մարզեր։ Ու beloved Garnica լավատեսությամբ կիսվեց արմավիրցիների հետ։ Մեր իշխանության գալուց հետո իրապես մարդիկ ոչ թե դառնալու են գեղեցման օբյեկտ, այլ անվճար կարողանալու են այն խնդիրները, որ ունեն օնկոլոգիական հիվանդությունների այս շարքեր կա, որ լինելու է անվճար եւ քաղաքացուն չեն դարձնելու այսպես թալանի գեղեցման օբյեկտ։ Օնկոլոգիան սիրելի Գառնիկի վստահելի ձեռքերում է։ Դաշինքը նաև ընդունեց որոշ սխալներ։ Որոշ։ Մենք բավարար խիզախություն ունենք մեր նախկին սխալներն ընդունելու համար, ասում են Հայաստան դաշինքի անդամները։ Մարզերում այսպես կոչված թաղային իշխանիկների արատավոր ինստիտուտը վերացնելու հստակ ծրագիր ունեն։ Ինչ որ այսպես իշխանիկների կամ կերպարների սենց ամենաթողության ինչ որ զգացողություն ունենալն է, երբ որ ոտքերը մի քիչ գետնից կտրվում է։ Okay, այսինքն ընդունեցին, որ ինչ որ իշխանիկներ ստեղծել են ժամանակին, բայց էլ չի լինելու դա։ Հա, էլ չի լինելու։ Ու աշել, տրամադրությունը ոնց որ թե տեղն է, նույնիսկ մեր սիրելի Friends սերիալի մուզիկայով թույն TikTok նկարեցին Արարատի ֆոնին։ Հա, ուղղակի կարող է YouTube-ը ձենը բռնի, դրա համար պետքա դիմանաք մեր ակապելլային։ So no one told you life was gonna be this way. Your job's a joke, you broke, your love life's the OA. It's like you're always stuck in second gear. When it hasn't been your week, your month, or even your year. But Ahvan there for you. When the rain starts to pour, Ahvan there for you. Could that be any more weird? Մենակ մի ճշտում էլի, որպեսի իմ տրավման ավելի խորը լինի։ Ջոին Աղվանն է։ Իհարկե աղվանն է։ How you doing? Հիմա պետք է սրա հետ ապրենք ջո։ Լավ, իսկ այդ ընթացքում դատախազությունը փող է քերում Հայաստան դաշինքի նախկին անդամներից մեկից։ Սյունիքի նախկին մարզպետ ազգային ժողովի նախկին падգամավոր Վահե Հակոբյանից գլխավոր դատախազությունը պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական 12 գույք 20 միլիոն 778 հազար դոլարին համարժեք դրամ։ 20 միլիոն դոլար, բայց ես վստահ եմ, որ Վահե Հակոբյանը ունի շատ լավ բացատրություն, թե ոնց է օրինական ճանապարհով 20 միլիոն դոլար ունեցել։ Այստեղ մի հատ խոչընդոտ կա։ Ինքը երկրում չի։ Okay, բայց գույքը քերում են ամբողջ ընտանիքից։
Ով կա Հակոբյաններից, որ կբացատրի այդ գույքը։ Իշխանությունը արգելեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։ Okay, դա վատ է, այս թեմային դեր կվերադառնանք, բայց սպայն ուղղակի թե երկու բառով բացատրեք որտեղից այդ $20 միլիոն գույքը։ Արխ ես ընտանիքին խառնում ես հարցերին։ Ես չեմ խառնում, նենք դատախազությունն է դա արել։ Ստացված օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Վահե Հակոբյանին, վերջինիս կնոջը Էլիզաբետ Պետրոսյանին, եղբորը Կարեն Հակոբյանին, եղբոր կնոջը Աննա Սեդրակյանին, դստրերին Իրեն եւ Յանա Հակոբյաններին, հորը Ալբերտ Հակոբյանին եւ մորը Ռուզաննա Հակոբյանին պատկանում են անշարժ եւ շարժական գույքեր։ Ժիգարով բարեկամներին հասնող Ջո Մարդ ա եղել։ Մի վարքյան, մարդը մարսպետ ա եղել, վերջի մարդը չի հասնում։ Հայաստանում երկու հատ անշարժ գույք է չունենա։ Ու ոչ միայն Հայաստանում։ Վահե Հակոբյանը 2016 թվականին 275,000 եվրո արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել նաև Իսպանիայի Ալիկանտե քաղաքում։ Կարող է Ալիկանտեում էլ, չգիտեմ, ավականի ա եղել։ Մի երկու բան չունենա օրծերության։ Okay, վստահ եմ հիմա Էլիզաբեթը ամեն ինչ նորմալ կբացատրի։ Իշխանությունը արգելեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։ Մեր եկեղեցու առաջնորդին, որպեսի տապալեն Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսած ժողովը։ Okay, եպիսկոպոսած ժողովից կխոսենք։ Եվ այսպես դատախազության երկար ու apparently Աստծո դատաստանից չվախեցող ձեռքերը հասան կաթողիկոսին։ Ավստրիայում կայանալի եպիսկոպոսատ ժողովից 2 օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ առաքելական եկեղեցու հովապետի նկատմամբ եւ արգելել Գարեգին II-ին լքել երկիրը։ Ինչ պետք է անել այդ եպիսկոպոսատ ժողովը, որ ԿՊ-ն տենց վախեցավ։ Պետք է անի ծեր ԿՊ-ին։ Փաշինյանը բացատրեց իր կարծիքով Ավստրիա գնալու իրական պատճառը։ Կարող ես մոմ արդեն անջատենք, ինձ թվում է։ Չէ, վար պահենք։ Տիրադավ բաներ ես ասում։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Այսինքն կաթողիկոսը պետք է գնար Վիեննա, այնտեղ բազավորվեր ու այնտեղից կառավարեր Հայաստանի հոգևոր կյանքը։ Մեկ էլ չեմ հասկանում ոնց է վարչապետը կանխարգելում, հո չի կարա հրամայի որ գործ բացեն, չնայած եթե բոլորը WhatsApp ունեն, իբրև կարա։ Նայ, ըստ Փաշինյանի էլի, մենակ կաթողիկոսությունը չի, որ ուզում էին հանել Հայաստանից։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Գանձերն էին ուզում հանել։ Բայց մի րոպե գանձերը այդ ընդդիմադիր падգամավորները չէին ըստ Փաշինյանից։ Հա, ուղղակի դա ԱԺ գանձերն են։ Մի խոսքով ոչ մի գանձ ի վերջո երկրից դուրս չեկավ։ Լավ, Նաթան Սրբազանը բացատրեց, որ այդպես եսի ինչ ժողովուրդ փոքրիկ քիփլիկ հանդիպում էր լինելու Ավստրիայում։ Վեհապարը այնտեղ չի, մյուս գաղափարներն էլ այնտեղ չեն լինի։ Ամեն բան պայմանավորված է իրարով։ Ինչ եք տենց ուրախ, հայր Նաթան, կաթողիկոսի վրա գործ են բացել։ Քեզ ոնց որ զանգ է գալիս, գիտես։ Okay, էս կարևոր է։ Այո, տեր։ Հա։ Okay։ Եպիսկոպոսատ ժողովը լինելու, հա։ Չէ, Աստված ասում է, որ աղվանը Ջոուին չի, աղվանը այժմ Չենդլերն է, իսկ Ջոուին սիրելի Գառնիկն է։ Բայց Գառնիկը չկար այդ TikTok-ում։ Աստծո զանգերը անքննելի են։ Հայտարարություն, սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։ Շնորհակալություն։ Այսինքն ամուսնացան։ Անբաժանվեցին, շատ նեյտրալ էր գրած։ Ամեն դեպքում շնորհավորենք եւ մաղթենք կանացի երջանկություն եւ թող տարոսը, եթե ամուսնացան, բոլոր մյուս ճահելներն։ Իսկ ովքեր դժբախտ ամուսնացած են, տարոսը իրանց։ Լավ, մենք կարևոր մեծ թեմա բաց թողեցինք։ ԿՊ ներքին primaries ընտրությունները։ Ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական վավեր է եղել 932 քվեաթերթիկ։ Նրանցից 984-ն է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։ 38 կուսակցական է դեմ եղել Փաշինյանի առաջադրմանը։ Հələ ովքեր են այդ 38 տիրադավները, որ Նիկոլին չեն քվեարկել։ Ու ավելի կարևոր ինչքան փող հավաքվեց այս ներքին ընտրություններով։ Հարսանիքի փող։ Չէ, բայց չիմացար, նորապսակ փեսան հեսա ընտրությունների մասնակցելու ինչքան փող հավաքվեց։ Նրանք ընտրություններին մասնակցելու համար ԿՊ-ին վճարել են 1.5 միլիոն դրամ։ 30 տեխնացուի ընդհանուր վճարած գումարը կազմում է 45 միլիոն դրամ։ Եվս կես միլիոն դրամ էլ վճարել են կուսակցական տեխնացուները, ընդհանուր 122 միլիոն դրամ։ Լիքը փող։ Կամ ինչպես կասեր Վահե Հակոբյանը,
Շատ քիչ փող։ Մի րոպե, ի՞նչ է կարծում քպուն այս հավաքված փողի մասին։ Но это не значит, что я счастлив. Դեհը մի պիտի յոլա գնաք։ Մնացեք մեզ հետ երկրորդ մասում ցույց ուղն ու ծուծով բացահայտում ենք փոսերի թեման լիքը հետաքրքիր բաներ կա, ինչպես նաև Արենի սկանդալային հարցազրույցը դոժձին ու մի հատ կամեո ունենք, որ մատները կուտեք։ Կարող ենք ասել, որ սուզվում ենք փոսերի թեմայի մեջ։ Սուզվում ենք։ Իսկ հիմա կարող եմ արդեն անջատել, հանգցնել։ 1, 2, 3։ Եվ այսպես, մեր գործընկեր Ticket System-ը ունի էլի նորություն։ Մարտի 4-ին աննախադեպ պրեմիերա, սենյակ 13։ Հրաշալի հնարավորություն է ընկերներով, ընտանիքով, մենակ, ինչու ոչ, գնալ եւ վայելել։ Բացի դրանից ունեն լիքը ֆիլմեր, ներկայացումներ, ձեզ մնում է միայն առնեք ու գնաք վայելեք, պարզ արագ ու հեշտ։ Ticket System, բոլոր տոմսերը մեկ հարթակում։ Եվ այսպես նախորդ սերիայում Նիկոլը թույլ չէր տալիս, որ էջմիածնի գանձերը հանվեն Հայաստանից ու միթե եթե սրա մասին ինչ-որ փաստեր կային, հենց այդ փաստերից չէր սկսի ամեն ձև կաթողիկոսին հեռացնել ցանկացող Նիկոլը։ Նարեկ, փաստերը շատ գերագնահատված են, երբեմն մի հատ յուղոտ վերնագիրը 10 հատ փաստ արժի։ Ալենը սկանդալային հարցազրույց տվեց դոժձին։ Ենթադրենք որևէ երկրում, եթե պարզվի, որ X-ը եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող անձը մանկապիղծ է։ Եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործի, հանդես գա մանկապիղծների քննադատությամբ կամ նմանատիպ հայտարարությամբ, արդյոք դա կհամարվի հարձակում եկեղեցու դեմ։ Կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, եկեղեցու 4-5 բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք խրվել են նման իրավիճակների մեջ։ Հանգարց Էփշտեյնից հետ չընկնենք, հա։ Հիմա փաստորեն ըստ Ալենի իրանք ունեն պողպատե փաստեր այդ աշխարհի ամենավատ բանի մասին, բայց այնքան նրբանկատ են հոգևորականների հանդեպ, որ գործ հարուցում են ինչ-որ աշխատանքային պայմանագրերի լուծարման, դատարանի որոշում կատարել չկատարելու, ասես ավելի անշարժ թեմաներով։ Մի տեսակ չեմ հավատում, էլի որ Էփշտեյնի մակարդակի փաստեր ունենան ու նույն օրը Civic-ով, Hmec-ով ու TikTok-ով էդի չգմպցնեն։ Մի հատ եկեք դորզի կլիկաբեր վերնագրի ունքերից իջնենք ու հիշենք ինչի համար են հետապնդվում հոգևորականները։ Դատարանում վիճարկել էր իրեն պաշտոնից հեռացնելու Մայրաթորի վճիռը։ Դատարանը վերականգնելու որոշում էր կայացրել։ Էջմիածինը սակայն նրան ոչ միայն չվերականգնեց, այլև կարգալույց հռչակեց, հիմնավորելով աշխարհիկ դատարանի գործը չէ թեմի առաջնորդի Աթոռի հարցը։ Այս պահին հայաստանյան եպիսկոպոսների մեծ մասը մեղադրյալ է։ В общем, ունեն այդ մյուս այդ սարսափելի հանցագործության մասին փաստեր, բայց էդի չէ։ Իսկ աշխատանքային պայմանագրի նյուանսները էդի կոդ կարմիր է, էդի շտաբ պատժելա պետք։ Նոր զարգացումներ կան Տեր Արշակի քերակնոջ գործով, որը ի դեպ չափահաս էր։ Ուստեղ էլի պրիորիտետների հարց, քերակին, մանուկներ։ Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութն է կեղծ ըստ միջազգային փորձաքննությունների արդյունքի։ Այդ փուչիկի սկզբանե արհեստական ստեղծված էր։ Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը մանրամասն ուսումնասիրել է փորձագիտական եզրակացությունները, որոնք արել են 3 երկրների անկախ կենտրոններ։ Շատ փակագծեր հիմա չի բացում իրավապաշտպանը։ Այդ ամենը ասուլիսով կներկայացվի, շատ հանգամանալից մանրամասն կներկայացվի։ Սպասենք ասուլիսին եւ նոր մանրամասների եւ անցնենք ավելի աշխարհիկ թեմայի՝ Երևանի ապոկալիպտիկ փոսերը։ Սպասելի, միջև այդ փոսերը ու ջրերը պարզեցրենք մի հատ թույն թեմայով կրայեք ով ա ունեցել էպիկ կամեո սուպեր սակոյի կլիպում։ Ալենը։ Չէ, ինքը վաղուց չի անում տենց բաներ, Քյավարի Ռազլիվի մեկ այլ աստղ։ I got the baddest in the game, she got the cake up. Every time we break up, she's playing with the makeup. Life's too real, ain't no verse ever made up. Արզականցյանը կլիպի տղենա, երբ է ժամանակը։ ChatGPT-ով թրիփի վերլուծություն անելու ու նոր TikTok նկարելու արանքում արանքը ճղել է։ Okay, սպասենք ինչ որ նոր կլիպում խզմալանը որ կհայտնվի։ Իրականում Արզականցյանի ամենաթրու վիճակներ, որ տեսել եմ, իրան մաղթենք բազում կլիպեր ու անդրադառնանք մեր փոսերին։ Վայ կունգավ մեջը, հեսա։ Կունգավ մեջը նայ։ Ջարդեց մի բան։ Մեկ օրվա ընթացքում քանի անգամ է ձեր ավտոմեքենան փոստ ընկնում։
30։ Մինչ կփորձեք հիշել ու հաշվել Երևանի փողոցներում գուցե հենց այս պահին նոր փոսեր են ավելանում, եղածներն էլ ավելի խորանում։ Մենակ իմ մոտ է տոտալ դեժավյու այս թեմայի հետ կապված։ Ուզում ես ասել, որ էլի ձյունը հալելա ու այդ պատճառով աղի արդյունքում փոսեր են առաջացել։ Հա։ Ուզում ես ասել, որ քաղաքապետարանը ամեն տարի դաս չի քաղում սրանից։ Հենց այդ եմ ուզում ասեմ բա։ Ես տենց ոչ մի դեպք չեմ հիշում։ Քաղաքապետը մի քանի օր առաջ գրեթե նույնությամբ կրկնեց 2 տարի առաջ տված պատասխանը։ Մեծ ծավալի աղ ենք ցանել։ Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել։ Մեր շատ կարևոր հաստ եւ պողպատե բայց կա։ Ինչ եք ասում դուք։ Ասում եք, որ նախկինները ասֆալտի սաղ փողերը ուտում են ու անում են ասֆալտ, իսկ եթե իշխանության կան արդար մարդիկ, նրանք կանեն Գերմանիայից լավ ծիծիկ ասֆալտ։ Ժողովուրդը դες հավատաց, եկաք դուք, արեցիք ասֆալտը, ենթադրվում էր, որ պետքա լավ լինի, բայց ասֆալտը էլի այսինքն կամ նախկինները սուրբ էին, կամ դուք նախկին։ Իրավիճակը էլ ավելի է խառնվում, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը սես բան է ասում։ Ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաև մեր նախարարությունն է եւ քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գետ 1 կիլոմետր այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։ Երևանում քանդվում է դրան չի մասն է խոսում։ Ես վստահ չեմ, որ Երևանում նոր կառուցված ճանապարհ է քանդվել եւ աղի պատճառով։ Ես ահագին վստահ եմ, որ Դավթաշենի մոստի ասֆալտը վաղար Շանգյուլբեկյան շաբաթներով ամառը փագել էիք ու անում էիք, վերջերս էր դա։ Ես ձերքի տված սլակները ուղում եք Ավինյանի վրա, հա։ Նայ ամենակարևորը, որ հանգարց այս խոսակցությունները Թրամփը չլսի։ Թրամփը ինչ կապ ունի։ Ըստ նախագահ Թրամփի, երբ վարչապետ Փաշինյանն էր Վաշինգտոնում, իրեն ասել է, որ Հայաստանում դրանք ավելի լավն են։ But I said, what do you think? He said, well, the roads are better in Armenia. Ասացի ինչ եք մտածում։ Ասաց դե Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում։ Սա ամոթալի է։ Դոնալդյա Արխայնեղի Դավիթ Բեկ Միկոյան փողոստոխի այդքան հեռու Բաղրամյանից պրոսպեկտ։ Դե լավ։ Ակտիվ երթևեկելի ճանապարհներին բացված փոսերի պատճառով տուժած վարորդներ շատ կան, այսօր էլ հանդիպեցինք բողոքում էին, բայց նկարահանվել չէին ցանկանում։ Facebook-յան օգտատերերից մեկն էլ մեքենայի ծակված անվադողերի լուսանկարներ այսօր տեղադրել։ Հետո Ազատությանը պատմեց, որ Բաղրամյանից Մաշտոց հատվածում են անվադողերը պայթել։ Աչանիկներս ծխվեցին։ Դե հիմա ոնց սիրելի երևանցին չգժվի։ Այստեղ քաղաքապետարանը իրոք ամեն ինչ մտածել է։ Այս փոսերի ներվային ֆոնին նայ ինչ սոց գովազդ դա դրել իր էջում 2 օր առաջ։ Հուզական աջակցության թեժգիծ։ Ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Եթե կատաղել եք այս փոսերից, եթե շիթ եք կոտրել, shit happens ախպեր ջան, ուղակի զանգահարեք 08 000։ Ու ինչ շթի փողը կտան։ Չէ, բայց շատ ուշադիր կլսեն, կկարեկցեն ու բացի դրանից քաղաքապետարանը դինամիկ երաժշտությամբ ռիլա դրել իր Instagram-ում, նենց որ փոսերից փրկվանք։ Սկզբում կատարվում են կտրման աշխատանքներով, դրանով տարածություն ենք բացում աշխատանքի համար, այնուհետև կատարվում է փոշեզրկման, բիտումապատման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Եվ всё, ռիլը կա, ժողովուրդ ջան, բայց չնայած դրա ամեն ինչ տենց հարթ չի ամեն տեղ։ Բայց ռիլը կա։ Այդուհանդերձ Խոսալցման աշխատանքների վերաբերյալ պարոն Թևոսյան, խնդրեմ ներկայացնեք ինչա արվում, ինչ ծավալ է արվել եւ ինչքան դեռ կա անելու։ Քաղաքապետ Ավինյանը ենթականերին այսօրվա գործակարգավարական նիստին էլ պահանջեց զեկուցել ինչ են արել փոսերը լցնելու ուղղությամբ։ Հիմա Շիրակի փողոցում արվել է աշխատանք։ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը, որ կա, լցնենք, որպեսզի հետագայում Անգամելան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Ասեմ ավելին, Ավինյանը ահագին շուտ է նկատել, որ իր ենթակաները հորի են անում փոսալցման աշխատանքները։ 23 թվականի շշալցման ռետրո Ավինյան ստուդիո։ Փոսեր, հայերեն լեզվով, ասեմ փոսերը մետրո պետք է կառուցենք, աջափնյակի։
Մի ամիսա փոս չենք կարող լցնել քաղաքում։ Ավինյան ջան, Երանի մեկը լսեր ձեր իսկ հավաքած թիմում։ Իսկ գոնե Շենգավիթի թաղապետը զգաց, որ իրանց դժգոհ են։ Անկեղծ ասած մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Թաղապետը չհամաձայնեց, որ Ավինյանն իրեն դիտողություն է արել, ասաց սխալ է ընկալվել։ Դիտողություն էր, ախպեր, 100% դիտողություն էր դա։ Կարող է ոչ թե դիտողություն ընդունել, այլ որպես էմոցիոնալ աջակցության շրջանակներում կառուցողական դիտարկում։ Եթե մտածում եք, որ ձեզ տես վատով քննադատում են, ապա զանգարեք 08 000։ Ու ձեզ վատով քննադատում են, հատկապես ընդդիմությունը, Dear Garnic։ Նման բան չկա, ասենք այդ абսուրդը ում եք ուզում հիմարի տեղ դնել։ Ում եք ուզում խապիկ մոլորության մեջ գցել։ Մենք գիտենք այդ ասֆալտը ոնց է արվում, ինչ մեթոդներով անում, ինչ ձևերով արվում։ Գառնիկ ջան, էլի դուք գիտեք, ոչ ոքի կասկածում որ դուք գիտեք, բայց հազիվ քննադատությունը ուղղված է քաղաքապետարանին, պետք չի նախկիններին բերել ստեղ խառնել։ Հա, էլի առաջի անգամ ոնց որ նախկին շմախկին չեն խառնվում, ֆոկուսը ամբողջությամբ ոչ կոմպետենտության վրա է։ Ֆոկուսը մի փոխեք։ Ու մեզ պետք են մեղավորներ։ Մենք պարզել ենք, որ քաղաքապետարանն այս աշխատանքները վստահել է մի ընկերության, որի թույլ տված խախտումների համար նախկինում արդեն քրեական գործ է հարուցվել։ Ավելին, Կոմպաս հասարակական կազմակերպությունը դեռ 2019-ին այդ ընկերության շինաշխատանքներում արձանագրել էր լուրջ անվտանգային խնդիրներ։ Սա սակայն չի խանգարել քաղաքապետարանին 1 միլիարդ 84 միլիոնի պայմանագիր կնքել ընկերության հետ։ Ուշագրավ է, որ այժմ այդ ընկերության վրա սահմանափակում է կիրառված։ Վատ գործ արած ընկերությանը 1 միլիարդ փող են տվել։ Դե միշտ պետք է հավատալ, որ կարող է փոխվի, երկրորդ շանս է պետք տալ մարդկանց։ Չէ, ոչ մեր 1 միլիարդի տեսքով։ Շատ տոքսիկ, ագրեսիվ էներգիա եմ զգում քեզնից։ Բես։ 2025-ի հունիսին, այսինքն քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելուց ամիսներ առաջ, Արմեն Բադալյանից պետբյուջեի օգտին բռնագանձվել է 300,000 դրամ։ Մյուս արգելանքով Բադալյանը պարտավորվում է 600,000 դրամ վճարել պետբյուջե։ Այս պահի դրությամբ արգելանք է դրված նաև ընկերության գույքի վրա 884 միլիոն դրամի չափով։ Այսինքն հույս չկա, որ իրենց փողով կվերականգնեն փողոցները, էլի մնաց ամեն ինչ սիրելի քաղաքացու վեզով։ Լավ, բա ով է այդ Բադալյանը կհարցնեն մեր հերոստատիտողները ու իրավացի կլինեն, որտեղ ստեղս պատմության ամենահանճարեղ մասն է։ Պետրեգիստրի տվյալներով ընկերության հիմնադիրն ու սեփականատերը Արմեն Բադալյանն է։ Նա Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է, ՀՀԿ-ական նախկին падգամավոր։ 2025-ի հունիսին, այսինքն քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելուց ամիսներ առաջ, Արմեն Բադալյանից պետբյուջեի օգտին բռնագանձվել է 300,000 դրամ։ Մյուս արգելանքով Բադալյանը պարտավորվում է 600,000 դրամ վճարել պետբյուջե։ Այս պահի դրությամբ արգելանք է դրված նաև ընկերության գույքի վրա 884 միլիոն դրամի չափով։ Այսինքն են եզակի մարդն է, որը բոլոր նախկինների հետ կապված է ինչ-որ ձև, որ ոչ մի նախկին իրեն անտեսված չզգա։ Չգիտեմ Ժորժ ջան, իրոք չգիտեմ, նենց որ մնացեք մեզ հետ։ Sky Motors-ի GMC Even-ը ունի բազմաթիվ առավելություններ, բայց Նարեկը կառանձնացնի դրանցից ամենաբիզնեսայինը։ Նայեք, դրանցով կարող եք խզարել դեպի Երևանի կենտրոն ու այնտեղ խզարել ձեր բիզնեսը։ Գինն էլ ես կասեմ, 11 միլիոն 600,000 դրամ։ Նենց որ կարող եք դրանից շատ վերցնել ու էլ ավելի բարգավաճել։ Այսքանն էր այս ցուրտ ու մութ արմքոմեդին։ Դե դիտեք ձեր վիդեոբոցը։ Միշտ մարդիկ, որ մի բան չեն հասկանում, այդ թվում ես, իրանց ձև են տալի, որ այո, դա իրանք լրիվ գիտեն։ Մենք մեր սև գործը արեցինք, հիմա մնում է մոնտաժնիկի գործը, տեսնենք ոնց է առանց։ Այո, եթե այս հաղորդումը հիմա ինչ-որ մեկ կնայեմ, նշանակում է մոնտաժնիկը գնաց տուն 9-րդ մասիվ եւ մոնտաժ արեց այս հաղորդումը։ Եկեք Բրավո Դավիթ, չգիտեմ ոնց է։ Նկարանող խմբին, որ չնայած այս ամեն ինչի կարողացավ նկարել, upload անել YouTube, ի խոսքով բոլոր ապրեն։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա